շնորհավորում եմ բանակի օրվա կապակցությամբ բոլոր մեր սպաներին, շարքայիններին, սպայական անձնակազմին, գեներալիտետին եւ մեր ազգաբնակչությանը։ Ցանկանում եմ, որ հասու զորավոր ձեռքը լինի մեր ժողովրդի վրա, Աստծո Սուրբ Հոգին լինի ուղեցույց, լցնի մեր սրտերը հույսով, հավատով, սիրով, Աստված ուշ տա զինվորին, սփոփի մայրերին։ Ես ինքս միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների նախագահ Գրիշա Սարգսյանի Ժարիտ մարտական անունը Ժարիտ Գրիշի տեղակալն եմ, անունս Կարլեն է։ Իմ մարտական անունը Ալազան, կոչումով մայոր եմ, մասնակցել եմ ազատամարտին 92 թվականին, երբ որ վիճակը գերլարված էր Արցախում Վազգեն Սարգսյանի հրամանով եւ պարոն Սարգսյանի համատեղ ջանքերով մեկնեցինք Արցախ եւ ռազմաճակատի անիվը ետ շրջեցինք։ Մենք համարվում ենք հաղթանակած բանակի սպաներ, զինվորներ։ Մայրս ասում էր, տղաս դու իմ տանջարակն ես, իմ մինուճարն ես, կռիվ մի գնա։ Ասեցի մամ, չեմ կարող, Արցախն է կանչում, հայրենյաց հողը ինձ է սպասում, կռիվ եմ գնում հանուն հայազգի, Սուրբ Գանձասարի ու Ամարասի, եւ եթե չգամ, խնդրում հերոս տղա ես ծնել։ Ու ինչքան այդպես հերոսներ տուն չվերադարձան, ու ինչքան այդպես մինուճար տղաներ նահատակ դարձան։ Հայազգին խնդրում եմ, մեր ժողովրդին խնդրում եմ, որ մեր զինվորներին չմոռանան եւ նրանց կենացը միշտ ոտնկայս խմեն։ Նրանք ամենքը մի տան ծաղիկ, նրանք ամենքը մի տան ճրակ։ Շնորհակալ եմ երեխեք։ Դուք ասացիք, որ ռազմաճակատ եք մեկնել, մասնակցել եք պատերազմին, փոխել եք պատերազմի ելքը, անիվն եք կարողացել շրջել, ինչը չբավականացրեց, ինչը այնպես չեղավ, որ մենք նույնը չկարողացանք անել 44 օրյա պատերազմում։ Ասեմ, ուրեմն գիտեք մենք ինչի համար պարտվեցինք, որովհետև որոշ ավազակների հերոսի կոչումներ տվին, մինչդեռ իսկական հերոսների տեղը ժողովուրդը չիմացավ, որովհետև ժամանակին պատմությունն էին պղծել։ Իսկ հաղթանակներ կերտելու համար մենք պետք է ազգովի պատրաստ լինենք մեռնելու եւ ազգովի պետք է պայքարենք եւ հաղթանակենք, ոչ թե քաղաքում, ռեստորաններում սեղանի շուրջ պոռոտախոսությամբ զբաղվենք, մեծախոսությամբ զբաղվենք, բայց պատերազմը դա խաղոպար չի, որ գնանք պատերազմ անընդհատ հաղթանակեն։ Չնայած միջև չպարտվես, չես ձգտելու նորից հաղթանակի, պարտությունն էլ է մարդկանց համար։ Դե հույս տեսնում եք, որ մենք ապագայում ունենալու ենք ազատ եւ ազատագրված Արցախ։ Ընդհանրապես ես իմ հույսը չեմ կորցնում ու չեմ էլ մտածում, որ մենք ծնկած ժողովուրդ ենք։ Մենք որդիական պարտքի զգացումով կռվեցինք հար ու զարկվեցինք հար, վասն հայրենյանց սիրեցինք մահը այնպես ինչպես անմահությունը եւ մահը ընդունեցինք որպես սրբազան պարգև։ Մենք պատրաստ ենք ամեն օր ոչ թե մեռնելու, այլ պատրաստ ենք կռվելու, հաղթանակելու, բայց պարակտված սպարապետ Վազգեն Սարգսյանը լավ խոսք ուներ, ասում էր երկրապահն մեր ազգի մերանն է, բայց եթե մենք այսօր բոլորս էլ զգում ենք մեր երկրի վիճակը, թշնամությունը, չարախոսությունը, բամբասանքը, վատախոսելը, այդ ուրիշ պետություններում, օրինակ ես շատ մեծ նախանձով եմ նայում Ռամզան Կադիրովին, Չեչնիայի նախագահին, որ բոլորը կողքը կանգնած են եւ բոլորն էլ նեցուկ են լինում։ Իսկ մեր մոտ այդպես չի։ Մենք կարծես մենք սիրում ենք պարակտել, չարախոսել, վատաբանել, բայց միասնությունը, համերաշխությունն է տանում հաղթանակի, անգամ կռվի մեջ, եթե ազգովի պատրաստ լինենք մեռնելու, ինչպես Գևորգ Չաուշն է ասել, մենք հաղթանակներ կունենանք այն ժամանակ, երբ որ պատրաստ կլինենք ազգովի մեռնելու, այսինքն ազգովի պետք է կռվենք եւ հաղթանակ տանենք, թե չէ պարակտված իրար միս ուտելով, իրար փնովելով, բամբասելով, այդպես երկիր չեն պահելու, ոչ էլ հաղթանակ կունենանք։ Միասնությունն է պետք, միասնություն։ Այս մեր միասնությունը
մեր անկախությունը, որ կերտվել է, ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար է կերտվել, այլ ամբողջ աշխարհասփյուռ մարդկանց հայերի համար է կերտվել։ Մենք պետք է համախմբվենք ինչ որ մեկի շուրջը, մենք պետք է կարողանանք նեցուկ լինենք մեր պետությանը, մեր ղեկավարությանը։ Մենք ով որ եղավ նախագահ, ով որ եղավ պետության գլուխը, բոլորին քարկոծեցին համատարած։ Ես այդ 70 տարեկան մարդ եմ, ես երբեք չեմ լսել, որ ասեն, ես մեկը լավ նախագահ է, այն մեկը լավ վարչապետ է, բոլորին համատարած փնովում են, հայհոյում են, վիրավորում են։ Այդպեսով երկիրը չի ծաղկելու, բայց ես որպես պետական մտածելակերպ ունեցող անձնավորություն, ես կարծում եմ, որ միայն Նիկոլ Փաշինյանն է, որ կարող է մեր երկիրը դարձնի ծաղկուն եւ բարգավաճ երկիր։ Դրա համար պետք է կանգնենք իրեն կողքը, նեցուկ լինենք իրան, որպեսզի ինքը մեր երկիրը դարձնի բարգավաճ եւ արդար պետություն դարձնի։ Փաշինյանի իշխանության օրոք մենք ունենք այն, ինչ հիմա ունենք կորսված Արցախ, որի ազատագրման համար դուք եք մասնակցել պատերազմին։ Գիտեք ինչ, եթե մենք անձնավորենք, անուններով խոսենք, չի բացառվում, որ եթե ասենք Նիկոլ Փաշինյանը չլինի, մենք այսօրվա դրությամբ կարող է Հայաստանն էլ կորցրած լինեինք։ Շատ հնարավոր է, որ Հայաստանն էլ կորցրած լինեինք, բայց նա իր մտածելակերպով, չնայած ես քաղաքականության մեջ չեմ մտնում, ես չէ որ պետք է մեկնաբանեմ, պարզաբանեմ, բայց իմ տեսակետը նա է, որ իմ համար գոնե ազգիս միակ ճշմարիտ բարեկամը, ազգիս անդավաճան ոգու միասնության սիրո մարմնացումն ու վերածնունդը, նա աշխարհին ապացուցեց, որ կա իշխանություն, որտեղ սովորական մարդն է տնօրենը, որտեղ չկան վերին շերտեր, անհասանելիություն ու բռնություն, ու դա իմ անզուգական վարչապետն է, որի քայլ ուսումնասիրության ինստիտուտը ողջ աշխարհի ակադեմիաներում։ Ես ուրիշ ավելացնելու ոչինչ չունեմ։ Ամեն մարդ ուրույն ունի իր մտածելակերպը եւ իր տեսակետը։ Ես ընդունում եմ իմ ղեկավարությանը եւ կանգնում եմ իրենց կողքին։ Իսկ եթե ուրիշները լինեն, կարող ենք անուններ տալ, կարող ենք անուններ թվարկել, բայց ժամանակին ապրել ենք, տեսել ենք, էլի ազգային ժողովում մի նստաշրջան կար, մի ժամանակ կար, որ բոլորը ածական անուններ էին կրում։ Բոլորն էլ ես երկիրը մտածեցին եւ բանակը եւ գեներալի բենզին էին գողանում, շարքայիններին ստիպում էին բենզին գողանան, տներ սարքեցին, մեքենաների, պաշտոնների, փայատերեր դառան, այդ ով է այս երկրի մասին մտածել։ Իսկ այսօր ես տեսնում եմ, որ ով իշ տարել է, որ ժամանակին ընտրությունների ժամանակ վարչապետն ասում է, որ հետ ենք բերելու բոլորը, ես ականատես եմ լինում, որ այո, կոպեկ առ կոպեկ իր խոսքերով քյաբաբ առ քյաբաբ հետ է բերելու ու բերում է, ես դա տեսնում եմ, նկատում եմ։ Շնորհակալ եմ։